այս իշխանության համար ֆորմուլան, բանաձևը շատ պարզ էր՝ իշխանություն կամ կյանք։ Ոտակ տակ են տալիս բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց այլ տեսակետ ունեն։ 10 անգամ կարող եմ հիմնավորել, թե ինչի պիտի վերցնել, եւ 10 արգումենտ կարող եմ բերել, թե ինչի չի պիտի վերցնել, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր թիմակիցները շարունակում են սպառնալ ընդդիմությանը, ասելով սպասում ենք ձեզ, եկեք խորհրդարան, մենք ձեզ վերաբերելու ենք որպես հանցագործների։ Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Զորաբյան։ Ես եմ շնորհակալ, բարի Տիկին Զորաբյան, ընտրության արդյունքները 3 արդեն պաշտոնապես հրապարակվեցին, ԿՊ-ն ունենալու է 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29 մանդատ, Հայաստան Դաշինքը 12 մանդատ եւ հանձնաժողովի որոշմամբ Բարգավաճ Հայաստանը փաստորեն քիչ տարբերությամբ, բայց խորհրդարան չի մտնում, 3 տեսանք հավաքված են ու ընդդիմությունը ասում է, որ ձայների գողությամբ են զբաղված։ Այ ընդհանուր ինչպիսի պատկեր ունենք։ Տեսեք, շնորհավորում եմ, Հայաստանում պաշտոնապես հաստատվեց բռնապետություն։ Այն Նիկոլ Փաշինյանը, ով իր քաղաքական կապիտալը տարիներ շարունակ կուտակել էր կեղծված ընտրությունների, իշխանությունների գրպանում գտնվող ԿՀ-ի, ՍԴ-ի իշխանություններից կախյալ դատական համակարգի մասին տարիներ շարունակ խոսելով արեց ուղղակի անցավ բոլոր հնարավոր գծերը։ Հայաստանում բռնապետություն է եւ սա ես չեմ ասում որպես էմոցիոնալ պորտկում եւ սա ես չեմ ասում որպես չափազանցություն, այն ընթացքը, որով գնաց ընտրությունը, թե միջև քարոզարշավը, թե քարոզարշավի փուլը, թե հիմա, երբ որ վարկյանը մեկ, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր թիմակիցները շարունակում են սպառնալ ընդդիմությանը, ասելով սպասում ենք ձեզ, եկեք խորհրդարան, մենք ձեզ վերաբերելու ենք որպես հանցագործների, ատելության այն խոսքը, որով ընթացավ ամբողջ քարոզարշավը կզացնելու եմ, սատկացնելու եմ, այն գործիքակազմը, վարչական ռեսուրսի, այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեր աչքի առաջ, խոսում է մեկ բանի մասին, որ այսօր մենք ունենք այլևս հաստատված բռնապետություն։ Տիկին Զորաբյան, բայց այդ նույն խոսքը, երբ որ բոլորին, օրինակ թեկուզ ընդդիմադիրներն ասում են ընտրակաշառք բաժանողներ, այսպես այնպես, դրանցով նաև սպառնում են, ոտակ տակ են տալիս բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց այլ տեսակետ ունեն, անկախ նրանից, անկախ ընտրակաշառքից, այն քաղաքական այլ ընդդիմադիր հասներն են ու ընդդիմությանն են ձայն տվել։ Ես համաձայն եմ, այո, եկեք արձանագրենք, որ այս ընտրությունը աննախադեպ էր ոչ միայն մասնակցության առումով, մեր քաղաքացին գնաց ընտրական տեղամաս, 540,000-ից ավել, ես խոսում եմ դեռ միայն պաշտոնական թվերի մասին, գնաց եւ մերժեց այս ռեժիմը, ցավոք սրտի մոտ 230,000 ձայն փոշիացավ, 17,000 անվավեր քվեաթերթիկ, սա աննախադեպ է, 18 թվականին անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 4706, 21 թվականին եղել է 4593, պատկերացնում եք, մոտ 17,000 անվավեր քվեաթերթիկ, բայց այդուհանդերձ 540,000 քաղաքացի գնաց ընտրական տեղամաս, մերժեց այս ռեժիմը եւ կանգնել հայտարարել, ով քվեարկել է ընդդիմությանը, նա քվեարկել է փողով, սա նշանակում է ուղղակիորեն պիտակավորել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր չեն գնացել եւ չեն ընտրել այս ռեժիմը։ Այս պատկերով մանդատների այսպիսի բաշխվածությամբ ինչ մեխանիզմ, ինչ ռեսուրս ունի ընդդիմությունը։ Տեսեք, ես շատ գիտակցված եւ միտումնավոր չեմ մասնակցում եւ հրաժարվում եմ մասնակցել այս մանդատ վերցնել եւ չվերցնել բանավեճին, որովհետեւ հենց հիմա ես կարող եմ 10 ու 10 հիմնավոր երկաթյա արգումենտ բերել, թե ինչի չի պիտի վերցնել մանդատները եւ կարող եմ նույնքան էլ փաստարկ բերել, թե ինչի է անհրաժեշտ վերցնել մանդատները։ Ամեն ինչ կախված է, կրկնում եմ, այս բանավեճը մանդատ վերցնել, չվերցնել
վերցնել, որ օրակարգը թողած բոլորը զբաղված են դրանով, 10 անգամ կարող եմ հիմնավորել, թե ինչի պիտի վերցնել եւ 10 արգումենտ կարող եմ բերել, թե ինչի չի պիտի վերցնել։ Եվ այսպես, եթե անդիմությունը չունի պլան B կամ չուներ պլան B եւ չունի ճանապարհային քարտեզ, ինչ են անելու խորհրդարանում, ինչպես են հեռացնելու Փաշինյանին, բացի այն դասական ոչինչ չասող ձևակերպումներից մանդատ վերցնենք, գնանք խորհրդարան, մի տարի հետո սահմանադրությունը կտա հնարավորություն, կսկսենք իմպիչմենտ, ԿՊ-ից մարդ կտանենք, վախեցեք, որ ԿՊ-ն ձեզանից մարդ չտանի, նայելով որոշ ցուցակներում հանգրվանած որոշ անձանց, որոնց սենց կոդելով տեսանք Բակրատ Սրբազանի շարժմանը, հիմա տեսնում ենք copy-paste արած որոշ ցուցակներում, կրկնում եմ, պիտի լինի հստակ ճանապարհային քարտեզ, ինչ եք անելու, ինչպես եք հեռացնելու իշխանությանը մանդատ վերցնելու դեպքում եւ դուք ունեք օրակարգ, ինչ եք անում մանդատ չվերցնելու դեպքում կարողանում եք փողոցով օրինական ճանապարհով եւ պետք չէ վախենալ, ես նայում եմ որոշ գործիչներ արդեն ասում են մեզ ուզում են հրել փողոց, մեզ ուզում են տանել բախումների, այդ ձեր կուսակիցներին բացատրեք, որ որևէ մեկը իրանց չի ուզում տանել բախումների, որ փողոցային պայքար չի նշանակում հակասահմանադրական գործողություն, փողոցային պայքարը թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, թե օրենսդրությամբ, թե միջազգային իրավունքով, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված եւ պաշտպանված իրավունք է, բայց ընդդիմությունը այդ որոշումը ինքը պիտի կայացնի նաև հաշվետու լինելով այն 540,000 քաղաքացիներին եւ ենթադրվում է նաև ավել, ովքեր գնացել եւ քվեարկել են ընդդիմությանը։ Իսկ իսկ սխալ է, հա, ընդդիմադիր ուժերի կամ ուժի հենց այդտեղից չի գալիս սկզբանե ընտրացուցակի կազմումից այդ հետագան հաշվի չառնելով, սցենարները հաշվի չառնելով ըստ այդմ ավելի ամուր, ավելի վստահելի ցուցակ չկազմելու։ Գիտեք, երբ որ նորից էստեղ պիտի, ես չեմ ուզում իհարկե երեսով տալ, բայց նորից պիտի հիշեցնեմ այն, ինչ ասում էր երրորդ նախագահ եւ հանրապետական կուսակցությունը, կարևորագույն գործիքը իմպիչմենտի բաց մի թողեք, որովհետեւ տեսականորեն այո հնարավոր է ընտրություններով հաղթել այս որակի իշխանությանը, բայց գործնականորեն բարդ է, որովհետև այս իշխանության համար ֆորմուլան, բանաձևը շատ պարզ էր՝ իշխանություն կամ կյանք, իշխանություն կամ կյանք, եւ բնական է իմանալով, որ այս բանաձևի մյուս նժարին դրված է կյանքը, այս իշխանությունը ամեն ինչ արեց իր իշխանության վերարտադրությունը ապահովելու համար, ուստի երբ որ են քաղաքական ուժերը ում հարցնում էին, բա ո՞րն է ձեր պլան B-ն, իրենք ասում էին մենք պլան B չունենք, մենք պլան B չունենք, եւ որովհետեւ այո ասում էին վստահ ենք, որ հաղթելու ենք, ես հիմա այդ ուժերին հարց ունեմ, հարգելիներս, ո՞րն է ձեր պլան B-ն, որովհետեւ ինչպես դուք ասեցիք, ոչ դուք եք հաղթել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ ԿՀ-ի որոշումը օրինական է թե ապօրինի։ Ըստ օրենքը սահմանում է, որ պետք է այն ընտրատեղամասերում, որտեղ անվավեր են ճանաչվում, նոր քվեարկություն անցկացնել, բայց մերժվեց այդ որոշումը։ Տեսեք, հիմա այն դեպքում է վերաքվեարկություն, եթե այդ տեղամասերում վերաքվեարկությունը կազդեր ընտրությունների արդյունքի վրա, հիմա ես չեմ գնացել այդ քվեները հատ-հատ չեմ հաշվել, իրենք ասում են, որ այդ տեղամասերն էլ ներառյալ նշյալ քաղաքական ուժը չէր հատուն շեմը, բայց հասկանալի է, չէ՞, բոլորս էլ տեսնում ենք, որ ԿՀ-ի որոշումը անաչառ չէր։ Վահագ Հովակիմյանին թուղթ էին տվել, Վահագ Հովակիմյանը այդ թուղթը կարդում էր, իդեպ կարդում էր բավականաչափ մեծ դժվարությամբ, այսօր էլ առավոտյան Վահագ Հովակիմյանի անունից մի հատ հայտարարություն են տարածել, թե որ դեպքերում է պետք գնալ վերաքվեարկության, Վենետիկի հանձնաժողովի ինչ որ հղումներ անելով, ես շատ մեծ հույս ունեմ, որ գոնե Վահագ Հովակիմյանի անունից որ տեքստ են տարածել, որտեղ ուզում են հիմնավորել, թե ինչի պիտի այդ 3 ընտրատեղամասերում չգնար քվեարկության, ես ուզում եմ հուսալ, որ Վահագ Հովակիմյանը գոնե միջև իր անունից այդ տեքստի տարածումը, այդ տեքստը
կարդացել է, իհարկե ես վստահ եմ, որ եթե անգամ կարդացել է, չի հասկացել, բայց այդուհանդերձ գոնե այդ մարդուն տվել են, ասել են մի հատ էս կարդա, մենք ստեղ փորձել ենք հիմնավորել Վենետիկի հանձնաժողովին հղում անելով, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին հղում անելով, թե ինչի չի պիտի եւ ինչի ճիշտ չի գնալ, որ այդ ընտրատեղամասերում վերաքվեարկության, գոնե ինքը այդ ամենը կարդացել է, ի վերջո որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ես ոչ շոկահարված եմ, ոչ ինսուլտ եմ ստացել, ոչ զարմացած եմ, ոչ ապշահար եմ, տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք ասում էինք, այս ռեժիմի համար դրված էր պարզ բանաձև, մի նժարին իշխանություն, մյուս նժարին կյանք, եւ այս ռեժիմը ամեն ինչ արեց իր իշխանության վերարտադրությունը ապահովելու համար եւ մտածել, հույս կապել, որ Նիկոլի գրպան չեմ ասում, էլի գրպանը մի քիչ տարած քայլի լայն, որտեղ մանյովրելու տեղ կա, հա, ես չգիտեմ, երևի այս պորտմանեյում, հա, այն փոքր գրպանիկում տեղավորված ԿՀ-ն կամ սահմանադրական դատարանը, որին պատրաստվում է դիմել ընդդիմությունը, հանկարծ կարող է ԿՀ-ն կարող էր այ որոշում կայացնել, կամ վաղը չէ մյուս օրը սահմանադրական դատարանը կարող է այլ որոշում կայացնել, ես շատ եմ ուզում ունենալ այդ լավատեսությունը։ Դիմում են ՍԴ ձայների վերահաշվարկի կամ չեղյալ հայտարարելու վերահաշվարկի համար, նշանակում է վստահում են դիմում են, նշանակում է, եթե անգամ այն դեպքում, երբ որ ճանաչես, որ արդյունքն է լեգիտիմ է, պետք է նաև հաշվ լինեն այդ կառույցի ընդունած որոշման։ Իհարկե, եթե դու բնականաբար, եթե դու դիմում ես սահմանադրական դատարան, նշանակում է նախ ընդունում ես այդ կառույցի լեգիտիմությունը, նախ հույսեր ես կապում այդ կառույցի հետ եւ երկրորդ, եթե դիմել ես սահմանադրական դատարանի որոշումներ պիտի ընդունես։ Ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի, իրենք կընդունեն սահմանադրական դատարանի որոշումը, սեպտեմբերին իրենց մանդատները կվերցնեն եւ կգնան խորհրդարան։ Ես գիտեք, նորից եմ ուզում ասել, ես հիմա մի հատ թիվ եմ բերելու, անցած 5 տարում 21-ից 26 թվականը ընդդիմությունը, որը հայտարարում էր, որ իր միակ օրակարգը, միակ, ինքը մեկ օրակարգ ունի եւ միայն դրա համար են գնում խորհրդարան, միայն ուրիշ բանի համար չեն գնում, Նիկոլին հեռացնելն է, իր խնդիրը չի լուծել, փոխարենը պետական բյուջեից ստացել է 5 տարվա մեջ 67 միլիոն դոլարի աշխատավարձ։ Հիմա, եթե այս ընդդիմությունը եւս չի ունենալու հստակ քայլերի հաջորդականություն, պլան B, G, D, E եւ այլն, ինչպես է հեռացնելու ընդդիմությանը եւ փորձելու է իրենց վստահված հանրությանը կերակրել, այ կգնանք Ռուբեն Ռուբինյանի հետ գործուհում չեն գնա եւ դա ներկայացնելու են որպես անձնազոհություն, ինչի համար իրենք վերցնում են մանդատները, զուտ բարեկամական խորհուրդ մի արեք, մի փորձեք խորհրդարան գնալը, տարբեր կներեք այդ բարի համար ատմասկաներով արդարացնել, պարզապես վերցրեք ձեր մանդատները, ասեք այս պահին չունենք ճանապարհային քարտեզ, ճիշտը վերցնելն է, ունենանք ձեզ կներկայացնենք։ Տիկին Զոհրաբյան, ռեալ դատենք, հա, ենթադրենք այն հիմնական առաջին այդ ցուցակի դեմքերը լավ, այսին հա միահամուռ համաձայն ենք ու հրաժարվում ենք, բայց այդպես ամբողջ ցուցակով իհարկե բարտադրել բոլորին հրաժարվել։ Ոչ, չեն կարող եւ ես դրա համար եմ ասում, ես չեմ ասում ընդդիմությանը եւ կոչ չեմ անում մանդատները դնել, որովհետեւ իրենցից որևէ մեկը չի կարող, մեկի ցուցակը 200 է, մյուսին է 213 է կարծեմ, իրենք չեն կարող երաշխավորել, որ ամբողջ ցուցակը մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով ուստի եւ ես կարծում եմ պիտի հստակ լինի ընդդիմության որոշումը եւ հստակ պիտի ունենան քայլերի հաջորդականություն, գնալ նստել մի տարի սպասել, որ սահմանադրությունը տա հնարավորություն իմպիչմենտի գործընթաց սկսել, ինչի վախճանը ինձ համար հիմա արդեն այստեղ նստած պարզա, ես կարծում եմ դա ճկուն մեխանիզմ չէ, բայց քանի որ չունեմ վստահություն, որ այս պահին ընդդիմությունը կարող է նաև գեներացնել փողոցային պայքար, որովհետև այդ էներգետիկան ես չեմ տեսնում եւ չեմ տեսնում փողոցային պայքարի պատրաստ ընդդիմություն, ավելին տեսնում եմ ընդդիմություն, ով ասում է չհամարձակվեք ինձ մղել փողոցային պայքարի, դուք արյուն եք ուզում, դուք սադրանք եք ուզում, դուք ուզում եք մեզ տանել բախումների, ես կարծում եմ կընտրվի այն տարբերակը, ինչի մասին ես ասեցի կդիմեն սահմանադրական դատարան, կստանան մերժում, սեպտեմբերին մանդատները վերցնեն, կգնան խորհրդարան։ Ենթադրենք չեն վերցնում
մանդատները ԿՊ-ի համար ինչ խնդիրներ է ստեղծում, եթե ըստ իրենց մեծամասնություն են, ինչ օրենք ուզեն։ Ոչ, նայեք, այդքան էլ այդպես չի, տեսեք, ես ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, միջազգային հանրության եւ աշխարհի համար շատ կարեւոր է, որ այս խորհրդարանի վինետկան պատկերը լինի լեգիտիմ, այսինքն լինի եւ իշխանություն եւ ընդդիմություն։ Եթե հիշում եք, նախորդ խորհրդարանում մի պահ ընդդիմադիր падգամավորները տևական ժամանակ չէին գնում ազգային ժողով եւ առաջացավ սահմանադրությամբ բացակաների կեսից ավելիի դեպքում մանդատից զրկելը, բայց իշխանությունը գնաց հակասահմանադրական քայլի, նրանց չզրկեց մանդատներից, որpիսի միջազգային հանրությանը այդ վինետկան տա, կա իշխանություն, կա ընդդիմություն, հիմա էլ անկախ նրանից, որ սպառնում են, ասում են չգաք խորհրդարան կծեցենք, այո, կծեցենք, կսատկացնենք, ձեզ վերաբերելու ենք որպես հանցագործների, իշխանության համար օդի եւ ջրի համպես հարց է, որ այս ընդդիմությունը գնա խորհրդարան, որպիսի աշխարհը ասի եկել եք խորհրդարան, նշանակում է ընդունել եք լեգիտիմությունը եւ վերցրել եք մանդատները, բայց կրկնում եմ, ես կոչ չեմ անում մանդատներ չվերցնել, որովհետեւ այս ընդդիմությունը դեռևս չի ներկայացրել իր ճանապարհային քարտեզը, ինչ է անելու մանդատ վերցնելու դեպքում, երբ ինչ է անելու մանդատ չվերցնելու դեպքում։ Տիկին Զորապյան, ընտրություններից մի քանի օր հետո այստեղ էր եկել, հա, Հաջիևը հանդիպեցին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ եւ ամեն դեպքում այդպես հաղորդակցությունից սահմանադրության հետ կապված հարցեր են քննարկվել։ Այո, տեսեք, պետք է արձանագրենք, որ նոր Հայաստանում, որը կարծում եմ Նիկոլը սահմանադրական փոփոխություններով, եթե հաջողի կվերանվանվի Հայաստանի 4-րդ հանրապետություն, այս նոր Հայաստանում առաջի պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունը, որ եկավ, դա Ադրբեջանի պատվիրակությունն էր, ամենամեծ հակահայերից մեկի Հիկմետ Հաջիևի գլխավորությամբ եւ հատուկ տարված էր, կարծում եմ, Դիլիջան, այն Դիլիջանը, որտեղ Ռուբեն Վարդանյանը մոտ $236 միլիոն ներդրում է արել եւ հիմա գտնվում է Բաքվի բերդում։ Գիտեք, ինձ հայտնի չէ եւ քննարկել են այո սահմանադրության հարցեր, խաղաղության ենթադրաբար պայմանագրի հետ կապված հարցեր, ինձ հայտնի չէ աշխարհում որևէ պայմանագիր կողմերի միջև կնքված, որ կողմերից մեկը շարունակի իր տարածքում, իր բերդում պահել մյուս կողմի ռազմագերիների եւ այդ ֆոնին կնքվի խաղաղության պայմանագիր։ Սա աբսուրդ է, սա խաղաղության պայմանագիր չի, սա ադրբեջանական օրակարգով Ադրբեջանի շահերի հերթական սպասարկումն է։ Ընտրության արդյունքները ընտրության արդիվ դեռ չի շնորհավորել Մոսկվան, սա ինչ ազդակ է իշխանությունների։ Ես կարծում եմ, գիտեք, ես կարծում եմ, որ անպայմանորեն կշնորհավորի եւ Նիկոլ Փաշինյանը փորձելու է շարունակել իր իշխանության հետույքը տեղավորել երկու հավասար աթոռների վրա։ Միջազգային հանրությունից Նիկոլ Փաշինյանը պոկեց ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ ձևակերպումը, հիմա գալիս է լրջագույն հարցը, Հայաստանի տնտեսության ողնաշարը, տնտեսության զարկերակը ուղղակիորեն կախված է Ռուսաստանից։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ուղղակիորեն արգելում է այլևս Հայաստանից բոլոր գյուղատնտեսական ապրանքներ, ծաղիկ եւ այլն, ինչքան էլ ասեցին ծաղիկը կարտահանվի ԵՄ, երևի Հայաստանի ԵՄ-ն Սիթի ու Զովք խանութներն էր, որտեղ այդ ծաղկեփնջերը վաճառում էին բավականաչափ մատչելի գնով։ Իհարկե, արտահանման մի տարբերակ էլ կա, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, երբ որ օրինակի իսպանացի զբոսաշրջիկը գալիս է այստեղ ծիրան աուտում, դա էլ է արտահանում, բայց տնտեսագետները մի շատ հետաքրքիր հաշվարկ էին արել Նիկոլ Փաշինյանի համար, որpիսի այդ ամբողջ ծավալը, որը արտահանվում էր Ռուսաստան, սպառվի ուտելով, յուրաքանչյուր զբոսաշրջիկ օրական պիտի ուտի 200 կիլո ծիրան, 200 կիլո կերաս, 200 կիլո թուփ, այդ տվյալներն են, որ այդքան սպառվում է։ Հա, 200 կիլո թուփ յուրաքանչյուրը եւ վրայից պետքա խմի 5 շիշ գինի եւ 7 շիշ կոնյակ։ Այս դեպքում գուցե հնարավոր լինի այդ ծավալը սպառել։ Ասեցին, հիշում եք, չէ, հեսա տանում են Լեհաստան ծաղիկները, մեկ էլ տեսանք ինչ որ Մարսով, Վեներայով, Սպուտնիկով ինչ որ
մոլորակները նկատի ունեմ, հա, Սատուրնով ինչ որ շրջանցելով ընդամենը 51,000 հատ ծաղիկ հասավ Լեհաստան։ Այն դեպքում, երբ որ ծաղիկների քանակը, որոնք հետ է վերադարձնում Ռուսաստանը, տասնյակ 100 միլիոնավորներ են, խոսքը վերաբերում է նաև մնացյալ գյուղատնտեսական ապրանքներին։ Բայց հենց այս խնդիրներն էլ, չէ՞, վերջո քաղաքացին իր մաշկի վրա զգալու է, ու ինչպես ասում են, հենց սոցիալական այս խնդիրներն են նոր դժգոհություն առաջացնելու Տիկին Զոհրաբյան։ Այսպես հավերժ երկար չի կարող շարունակվել։ Ես մի քիչ արդեն կասկածում եմ, որովհետև ես նայում էի նախորդին Արմաշ գյուղի մեր շատ սիրելի գյուղացիները փակել էին ճանապարհը եւ պահանջում էին, որ գան լրագրողներ, զանգահարել էին ընդդիմադիր լրատվամիջոցներ, ինձ շատ հետաքրքրեց, թե ընդամենը 1 շաբաթ առաջ Արմաշը ոնց է քվեարկել, բացեցի քվեարկության արդյունքները եւ այսպես մեր սիրելի արմաշցիները, ովքեր բողոքում էին, ճանապարհ էին փակել, որ էս ինչ է, էս ինչ անարդարություն է, մեր արտադրանքը չի գնում, սա ինչ է, ուրեմն 58 քվե ստացել է Հայաստան Դաշինքը, 145 քվե ստացել է ուժեղ Հայաստանը եւ հարցրեք ինչքան քվե է ստացել Նիկոլ Փաշինյանը 760 քվե ստացել է Նիկոլ Փաշինյանը հիմա իմ շատ սիրելի արմաշցիներ ես շատ ազնիվ եմ համարում որ ձեր մթերքի իրացման համար դուք ոչ թե զանգեք ընդդիմադիր գործիչներին զանգեք մեզ լրատվամիջոցներին զանգահարեք, այլ զանգահարեք Նիկոլ Փաշինյանին, որին դուք վստահել եք եւ չունեն հեռախոսը համարը Տիկին Զոհրաբյան։ Կարան գնան կառավարություն եւ 760 քվե ձեր ամբողջ գյուղը տվել է քաղաքացիական պայմանագրին։ Շնորհակալ եմ Տիկին Զոհրաբյան ձեզ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր եթերում այսօր զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։